Ես Հայկանուշ Հարությունյանս ապրում եմ 9-րդ մասիվում, ունեմ հաշվանդամ 4-րդ կարգի ռակ տարածված գլխից եւ թոքից աղջիկ 21 օրը մի անգամ անում ենք քիմիա։ Չունենք հնարավորություն, որ քիմիաների գումարները մուծենք, քիմիան գումարով է, կան էժան դեղեր, որ կան ձրի են, իսկ թանկ դեղերը կան, որ փողով են, մենք հնարավորություն չունենք։ Նիկոլ Փաշինյանը եկավ 9-րդ մասիվ եւ ես ուզում էի մոտիկանայի Փաշինյանին, չթողեցին, պատգամավորները ինձ տվեցի ես իրանց իմ հեռախոսի համարը եւ գրեցի, որ ունեմ աղջիկ հիվանդ 4-րդ կարգի ռակ, խնդրում եմ ինձ օգնեք դեղերով։ Իրանք ասին, որ մենք այդ դեղերը անպայման ձեզի կօգնենք, բայց Նիկոլ Փաշինյան, ես խնդրեցի, որ դուք ինձ դեղերով օգնեք, ես Նիկոլ Փաշինյանին կընտրեմ, բայց Նիկոլ Փաշինյանի ընտրելուց հետո առ այսօրը սպասում եմ դեղերին պատասխան չկա։ Ու ես մի հատ դիմում եմ գրել, այդ դիմումս մնացել է սեղանի վրա, առ այսօր ոչ իրանք են զանգում, ոչ մեզի պատասխան ունենք, խնդրում եմ անպայման հետաքրքրվեք այդ դեղերով ու ինձի ասեք, աղջիկս շատ ծանր վիճակում է, չքայլող հիվանդ է, մեզի օգնող չունենք, խնդրում եմ օգնեք, մի մոռացեք մեզի, խնդրում եմ եթե կարող եք, ով ինչքան ոնց կարա մեզի օգնի մեր ընտանիքին, խնդրում եմ օգնեք։ Հարությունյան Մարիամ, խնդրում եմ ով ինչքանով կարա օգնի, դրամակալով է, թե ինչով է, խնդրում եմ օգնեցեք մեզի։ Ես ապրել եմ ուզում, ես ջահել եմ։ Մեզ տալիս են այս դեղերը, էսի շատ էժան դեղ է, էս էլ, իսկ մենք առնում ենք 21 օրը մի անգամ այս դեղերը 3 հատ, մենք այս դեղերն ենք առնում, այս դեղերն ենք առնում, այս դեղերն ենք առնում, մենք այս դեղերն ենք առնում, մենք երկուսով ստանում ենք 72,000 թոշակ, բայց մենք այս 3 հատ դեղին տալիս ենք 150,000։ Խնդրում եմ անպայման հետաքրքրվեք մեր դեղերով, մեր հարցերով մի մոռացեք ու բարի մարդիկ խնդրում եմ մեզ օգնեք։